Անկա ջան, ներողություն Անկա ջան, որ խանգարում եմ, քո փոխարեն ես առաջարկում եմ բոլորին նայել էկրաններին։ Խնդրեմ։ Անկա Սարիբեկյան, ռադիոհաղորդավարուհի, 2 տասնամյակից ավել ամեն օր ռադիո ունկնդիրներին բարելույս մաղթող գեղեցկուհին այս տարի 7 ժամ առանց դադարի վարելով հաղորդաշարը եւ ունենալով միանգամից 40 հարցազրույց եւ 20 պրեմիերայով դարձավ դյութազնագրքի ռեկորդակիր։ Անկան սեփական փորձն ու անցած ճանապարհը ձեռք բերված գիտելիքներով կիսվում է իր Անկա շոու հաղորդավարության ստուդիայի սաների հետ, հարթելով նրանց համար փայլուն եւ ճիշտ աշխատելավոճով ապագա։ Անկա շոու ստուդիայում աշխատում են նաև ներառական երեխաների հետ, միշտ տարբերվող եւ միշտ յուրօրինակ տեսակով զարդարում է շատերի առիթները եւ աննկարագրելի պահեր պարգևում լսարանին եւ ներկայացնելով Անկայի երդվյալ խոսքը։ Քանի դեռ եթերում եմ, առաջին ողջույնից մինչև վերջին ողջույնը պատկանում է հայ զինվորին։ Այս դիպուկ խոսքով էլ հաղորդավարուհին երբեք էլ չի վախենում եթերներից խոսել ցանկացած իրավիճակում իրականության մասին։ Սիրած բառը պոզիտիվն է, կարգախոսն է, ամեն ինչ սկսում է երազանքից, պարտվել չկա։ Անկա Սարիբեկյան, ծափահարեք, ես վստահ եմ, որ քո համար այս պահը անակնկալ էր, որովհետև վերջին պահին միջոցառման գլխավոր կազմակերպիչը ինձ մոտեցավ ու խնդրեց, որպեսզի ընդհատեմ իմ խոսքով։ Ու մեծ պատիվ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ ուզում եմ հանձնել քեզ մրցանակը, որին դու հաստատ արժանի ես ու մաղթել քեզ ստեղծագործական լիքը հաջողություններ։ Շատ կարևոր է, որ քեզ սիրում են ու շատ կարևոր է, որ քո աշխատանքը գնահատում են։ Այս մրցանակը դրա բառ վկայականն է։ Շնորհակալություն, անչափ շնորհակալ եմ, արա ինձ համար մեծ պատիվ է, երբ ես նոր 12 տարեկանում սկսում էի ռադիոաշխարհում իմ փորձը, հա, որպես փոքր երեխա, անկեղծ եմ ասում, ընկերներս գիտեն ու այս մրցանակը մեր ունկնդիրներին է ու առհասարակ երգիչներին, ովքեր գալիս են ու փորձում այդ ամենի մի մասը կազմել, մշտապես փորձել եմ վերցնել լավագույն հաղորդավարներից ու այդ հաղորդավարներից մեկը դուք եք եղել, ինձ համար այնքան մեծ պատիվ է, գուցե շատերը այս որպես պաթոսի վերածեն, բայց երբ որ դու գալիս ես մի աստիճանի ես հասնում ու քեզ մրցանակ են հանձնում, այ հենց այսպիսի լեգենդար լրագրողներ, ես չգիտեմ, ուղղակի բառեր չունեմ, Անկա ջան, հուզվում եմ ես արդեն ու երբ որ դու ասում ես, որ 12 տարեկանում ես արդեն հաղորդավար էի, դրանով հաստատ մատնանշում ես իմ թոշակառուին արդեն մոտ տարիքի մասին։ Ես եմ մեծ, աջան։ Շնորհակալություն։ Ծափահարենք Անկա Սարիբեկյան։ Շնորհակալություն,